Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 16-րդ գլուխ Դավիթ եւ Սիփա։ Երբ Դավիթ լերանքակատեն քիչ մանցեր էր, ահա Մեմփիփոստեի սպասավորը Սիփա զինք թիմավորեց իրեն հետ զույգ մահամեդված էշ ունենալով, որոնց վրա 200 հաց, 100 ողգյուզ չամիչ, 100 ամառնային բդուղ ու դիգմը քինի փերծուցած էր։ Թագավորը Սիփայի ասավ. ասոնք ինչ պիտենես։ Սիփա ասավ. էշերը թագավորին դան համար են, որբեսի անոնց վրա հեծնեն։ Հացը եւ ամառնային բդուղները երդասարտներուն համար են, որբեսի ուդեն։ Քինին անաբադի մեջ բարդասածներուն համար է, որբեսի խմեն։ Թագավորը ասավ. իսկ ուր է քու դիրոջը դворթին։ Սիփա թագավորին ասավ. ահա ան Երուսաղեմ մնաց, որովհետև ասավ. այսօր Իսրայելի դունը իմ հորս թագավորությունը ինձի պիտի վերադարձնե։ Այն ադեն թագավորը Սիփայի ասավ. ահա Մեմփիփոստեի ամբողջ ունեցածը քեզի էլա։ Սիփա ասավ. ով թագավոր իմ դերս, շնորհակալ եմ, թող շնորհ գտնեմ քո առջևդ։ Դավիթ եւ Սեմեի։ Երբ Դավիթ թագավորը Փավուրիմ հասավ, ահա անգե մարդ մի ելավ Սավուղի դան Քերտաստանեն Քերայի որդին Սեմեի անունով, դուրս ելելով գանիձեր եւ Դավիթի ու Դավիթ թագավորին բոլոր ծառաներուն քարգն էր։ Ամբողջ ժողովուրդը եւ բոլոր զորավոր մարդիկը թագավորին աջ կողմեն ու ցախ կողմեն գերտային։ Սեմեի սագսեր երբ զայն գանիձեր. դուրս ելիր, ով արյունահեղ մարդ, ով անօրեն մարդ։ Դերը Սավուղի դան ամբողջ արյունը քեզի վերադարձուց, որուն դեղը թագավոր եղար։ Դերը թագավորությունը քու որդիիդ Աբիսողոմի ցերկը դվավ, ահա քու ճարիքդ քեզի ասավ, քանի որ թուն արյունահեղ մարդ մնես։ Շարուհյայի որդին Ափեսա թագավորին ասավ. ինչու այս մերած շունը իմ դերս թագավորը անիծե։ Գաղերսեմ, թույլատրե որ անցնիմ եւ անոր գլուխը վերցնեմ։ Բայց թագավորը ասավ. ով Շարուհյայի որդիներ, դուք ինձի հետ ինչ գործ ունիք, թող անիծե, քանի որ դեր անոր ասավ, Դավիթը անիծե։ Ուստի ով գրնասել, ինչու այդպես սրիր։ Դավիթ Ափեսայի եւ իր բոլոր ծառաներուն ասավ. ահա իմ ընթերքես ելող որդիս իմ հոգիս կփնդրե։ Հաբա որչափ ավելի այս Բենյամինյանը։ Ցկեցեք զայն, որ անիծե, որովհետև դերը սավանոր։ Թերևս դերը իմ դարաբանքից նայի եւ այսօրվան անոր դված անեցքին փոխարեն ինձի բարիք հադուցանե։ Դավիթ իր մարդոց հետ ջամփան գերտար, իսկ Սեմեի լերան գոմեն գերտար անոր թիմացեն անիծելով, քարեր նետելով ու հող ցանելով։ Թագավորը եւ անոր հետ եղող ամբողջ ժողովուրդը բարդասած հասան ու հոն հանգստացան։ Աբիսողոմ Երուսաղեմի մեջ։ Աբիսողոմ եւ ամբողջ ժողովուրդը իսրայելացիները Երուսաղեմ մտան, Աքիդոփելալ անոր հետ էր։ Երբ Դավիթի բարեկամը Արաքացի Քուսի Աբիսողոմի կով գնաց, Քուսի Աբիսողոմի ասավ. Աբրի թագավորը։ Աբիսողոմ Քուսի ասավ. Բարեկամիդ վրա ունեցած գարեկցությունդ ասիգա է, ինչու բարեկամիդ հետ չկացիր։ Քուսի Աբիսողոմի ասավ. ոչ, հաբա դերը այս ժողովուրդը եւ բոլոր իսրայելացիները ով որ ընդրեն, ես անոր պիտի լամ ու անոր հետ պիտի գնամ։ Ասկեզատ ես որու պիտի ծառայեմ, անոր որդին արչև չէ, ինչպես հորդ արչև ծառայեցի, այնպես ալ քո արչևդ պիտի լամ։ Աբիսողոմ Աքիդոփելի ասավ. խորհուրդ տվեք, թե ինչ անելու ենք։ Աքիդոփել Աբիսողոմի ասավ. քու հորդ հարջերու մդիր, որոնք դունը պահպանելու համար թողուց։ Երբ ամբողջ Իսրայելը լսե, թե դուն հորդ ադելի եղար, այն ադեն բոլոր քեզի հետ եղողներուն ցերկերը պիտի ուժովնան։ Ուստի դանիքին վրա Աբիսողոմի համար վրամը լարեցին, եւ Աբիսողոմ ամբողջ Իսրայելի աչքերուն առջև իր հոր հարջերուն մտավ։ Այդ օրերը Աքիդոփելի դված խորհուրդը այնպես էր, որպես թե մեկը Աստծո խոսքը գարցներ։ Այդպես էր
Ախիդոփելի ամեն խորհուրդը, թե Դավիթիկով եւ թե Աբիսոմիկով։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։